Ինչու են մեր այս բառերը շատ հաճախ աշխատում հակառակ էֆեկտով, օրինակ ասում ենք՝ մի արա, մի փչացրու, չվախենաս, չընկնես, չհիվանդանաս, անփորձանք եւ այլն։ Քանի որ մեր գիտակցությունը միանգամից ընկալում է արմատը եւ լավ չի ընկալում նախածանցը սկզբում դրված բառերը։ Շատ հեշտ կարելի է փոխել այս բառերը պահպանելով միտքը։ Օրինակ, եթե ուզում ես ասես մի արա, կարող ես ասել ավարտի։ Եթե ուզում ես ասես չվախենաս, կարող ես ասել վստահ եղիր։ Մի փչացրու, պահպանիր, չընկնես, ուշադիր քայլեր, օրինակ եթե երեխային եք ասում, կամ եթե ինչ-որ շնորհավորանք ենք ասում, մեքենայի ենթադրենք ասում ենք անփորձանք, կարող ենք ասել ուղղակի շնորհավոր կամ մեկ այլ բարև մաղթանք, կամ ասում ենք անփորձանք ճանապարհի համար, կարող ենք ասել բարի ճանապարհ։ Եվ իհարկե ունենք ունիկալ բացառիկ բառակապակցություններ, մեռնեն քեզ, ցավը տանեմ եւ նման այլ տարբերակները։ Ընկերներ, նախ ուզում եմ ասել, որ եթե ուզում ենք մեկին ջերմ խոսքեր ասել, դրա համար կա շատ այլ բառեր եւ պարտադիր չէ ասել մեռնեն քեզ, քանի որ շատ քիչ մարդիկ կան, եթե մեկ այլ մարդ պատրաստ է իր համար մեռնել, այսինքն այստեղ այդ բառակապակցությունը հասելով ինչ որտեղ ստում ենք։ Կամ օրինակ ասում ենք ցավը տանեմ, ցավը ուր տանես, եթե ցավը տանես քեզ վրա, այսինքն մեկին փորձելով օգուտ տաս, ուզում ես տանես քո վրա, եւս կարելի ասել չաշխատող տարբերակ է։ Կամ ինչ որ տեղ չկա որ է ցավը տանել եւ բաց թողել։ Եթե կարող ես ավելի լավ այնպես արա, որպեսզի այդ մարդը առողջանա։ Այնպես որ եկեք աշխատենք այս բառերի վրա, ինչպես ես այսօր աշխատեցի, որ այդ բառերից զերծ մնալ, եւ կարծես թե ինձ մոտ ստացվեց։ Բոլորիս ցանկանում եմ գեղեցիկ խոսել, լավ եղեք։